շատ հիանալի հանդիպում տեղի ունեցավ, պաշտոնատար անձինք նաև հասկանում էին մեր համայնքի յուրահատկությունը, առանձնահատկությունը, վերջնական որոշումը այսպես է, մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունում տեղի կունենա խորհրդակցություն, իրենք կհասկանան մեր բարձրացած պահանջների իրավական լուծման տարբերակը։ Այդ ժամանակը մենք ընդամենը խնդրել ենք, այսինքն մինչև Չաուշի փողոց, այսինքն Երևան քաղաքի տարածք, հարցը լուծված է ըստ էության, ոնց հասկացա։ Մեր խնդիրը ընդամենը պես մեր դիքը մինչև պոստայի մոտ, ասենք, որ ժողովրդին հարմար լինի, ցմերը դուք լավ գիտեք, տաքսիներն էլ անգամ չեն բարձրանում, որովհետև սառույց է, ձուն է, մարդիկ չեն կարողանալու իջնել ներքև։ Մենք խնդրել ենք ընդամենը լուծվելու է Շոշից մինչև պոստայի մոտ հատվածը, ժողովուրդ ջան, այդ քննարկումը վերաբերվելու ընդամենը դրան։ Ես կարծում եմ մեր համայնքի կընդառաջեն, կհասկանան մեր համայնքի յուրահատկությունը եւ այդ թեթև հարցը լուծելի կդառնա։ Հետո մեր Տարոնը ուզում է բան ասի, խնդրում եմ լսեք։ Նորմալ, ժողովուրդ ջան, նախ շնորհակալություն եմ բոլորիցդ հայտնում, պարոն Մարզպետ այստեղ է, խնդրում եմ մի հատ պատահորությունով նաեւ պարոն Մարզպետ։ Արթուր ջան, հիմա ընդհանուր առմամբ, եթե ամփոփեք, ինչ ենք եղել։ Ժողովուրդ ջան, պատասխանը բավարար է ձեզ։ Դուք լսեցիք, մենք սպասենք այդ մեկ շաբաթը կսպասենք, եթե մեր հարցը նորից լուծում չստանա, մենք համայնքով կհավաքվենք, կորոշենք մեր հետագա անելիքները։ Լրագրողներից շնորհակալություն, ոստիկաններից շնորհակալություն, բոլորիցս շնորհակալություն, ձեր ցավը տանեմ, ապրեք։ Այսինքն քննարկման տարբերակներից էր, որ նոր երթուղին գա միջև այս համայնքի հատվածը։ Այո, պոստայի մոտ, ընդամենը 100 մետր ոնց որ ի սկզբանե ասում եք։ Ոչ, մեր իսկական հիմա գործող երթուղու մասին։